տպավորություն։ Հիմա երկրորդ մասը ձեր հարցի, նայած ինչ եք ասում արդյունք հասկանալով։ Եթե անպայման արդյունքը վերջնանպատակ է նկատի ունեք, որ Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհով դիեռացվի, գուցե դա չստացվի։ Շատ տարբեր պատճառներ։ Ընդ որում ստեղ ինչ-որ մեկի անկեղծությանը պետք չի կասկածել, բազմաթիվ գործոններ կան, ընտրություններն էլ մոտ են, բայց դա չի նշանակում, որ այս process-ը չպիտի սկսել, որովհետև այս process-ը ընդդիմությանը միայն դիվիդենդ է տալու եւ միայն հարվածների հասցնելու իշխանությանը, եթե նույնիսկ վերջնարդյունքին չհասնեն, այսինքն Փաշինյանի հեռացմանը։ Չի հիասթափության առիթ չի դա։ Բացարձակապես, որովհետև դու հնարավորություն ես ստեղծում օրակարգ գեներացնել, դու հնարավորություն ես ստեղծում նոր գաղափարներ շրջանառել, դու հնարավորություն ես ունենում նոր մարդիկ ներգրավել շարժման մեջ եւ ավելի բարենպաստ ստատուս քվոյով մոտենալ հերթական ընտրություններին։ Ասում եմ, եթե նույնիսկ վերջնարդյունքին չհասնեն։ Իսկ վերջնարդյունքին ձեր մատնանշած հասնելու համար ինչն է պակասում, փողոց գեներացնել, այլ գործընթաց։ Համաժողովրդական շարժում, որովհետև համաժողովրդական շարժումից է ածացյալ իմպիչմենտի հաջողել, չհաջողել առանց տաք փողոցի, եռացող փողոցի իշխանության ներսում ճաքեր առաջացնել հնարավոր չէ։ Պարոն Սուրենյանց, Փաշինյանի ոյաժներին անդրադառնալով, այս շարժումները, այս ֆորումների մասնակցությունը, տարբեր հանդիպումներ, տարբեր այսպես բևեռներ գնալ-գալ, ինչի մասին է վկայում, ինչ օրակարգեր կան այս պահին ըստ, որ այսքան ակտիվացել է։ Շատ պարզ տրամաբանություն կա, ինքը եւս ու երևի թե առաջին հերթին ինքս պատրաստում ընտրական ցիկլին, հատկապես Վաշինգտոնում տեղի ունեցած համաձայնություններից հետո, եւ նա փորձում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններում իրեն ապահովագրել հնարավոր ռիսկերից սպասվող ընտրական ցիկլից առաջ։ Շատ պարզ է տրամաբանությունը, տեսեք, Մոսկվա, Նյու Յորք, Ստրասբուրգ, այսինքն նա փորձում է հնարավորինս կառավարել ռիսկերը ընտրական ցիկլից առաջ։ Ես չեմ կարծում, որ թե անցած 7 տարիներին, թե հիմա արտաքին քաղաքականության մեջ նրա համար առաջնային են եղել պետական շահերը։ Նա միշտ հատկապես 44-օրյա պատերազմից հետո լուծել է սեփական իշխանության պահպանման եւ պատասխանատվությունից խուսափելու հարցերը։ Հիմա ես խորապես վստահ եմ, որ նա աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում փորձում է ապահովագրել այն ընտրական գործընթացը, որի միջոցով էլի փորձում է վերականգնել։ Ես եմ շնորհակալ։